Ողջույն հարգելիներս, արմավենու պտուղը արմավը ժողովրդական լեզվով ասած խուրման, քաղցր սննդարար էներգետիկ միրգ է, որը մարդկության կողմից օգտագործվել է դեռևս շատ հին ժամանակներից։ Այն ծագումով մերձավոր Արևելքից է և ի շնորհիվ իր սննդային արժեքների այժմ հայտնի է ամբողջ աշխարհում։ Շնորհիվ բնական շաքարների, գլյուկոզի, ֆրուկտոզի և սախարոզի բարձր պարունակության, արմավը արագ էներգիայի աղբյուր է և թարմ և չորացված վիճակում օգտագործելիս։ Այն շատ հարուստ է մանրաթելերով, որը նպաստում է աղիների նորմալ գործելուն։ Օրական 2-3 արմավ ուտելը օգնում է պահպանել ստամոքսահաղիկային համակարգի առողջ վիճակը։ Արմավը հատկապես հարուստ է կալիումով, որի շնորհիվ օգնում է կարգավորել արյան ճնշումը և կանխում է կաթվածը։ Ի շնորհիվ կալիումի այն օգնում է նաև նյարդային համակարգի առողջության պահպանմանը։ Արմավի կանոնավոր օգտագործումը կարող է օգնել իջեցնել վատ խոլեստերինը, LDL-ը նպաստելով սրտանոթային առողջությանը։ Հարուստ լինելով հակաօքսիդանտներով, հատկապես ֆլավոնոիդներով և կարոտինոիդով, այն օգնում է չեզոքացնել ազատ ռադիկալները, որոնք պատճառ են վաղաժամ ծերացման խրոնիկական հիվանդությունների համար։ Արմավը նաև պարունակում է երկաթ, մագնեզիում, կալցիում, կալիում և այլ հանքանյութեր, որոնք նպաստում են մարմնի ընդհանուր առողջ և հավասարակշռված վիճակին։ Շնորհիվ կալցիումի և B վիտամինի օգտակար է նաև լյարդի համար։ Արմավը նպաստում է կանխել նվազեցնել ուղեղի բջիջների նեյրոնների քայքայումը, որի պատճառով առաջանում է ալցհեյմեր հիվանդությունը։ Համակարգչի էկրանի առջև ամբողջ օր անցկացնելը շատ հոգնեցուցիչ է աչքերի համար և կարող է վնասել ցանցաթաղանթը։ Արմավը հարուստ է լյուտեինով և զեակսանթինով, որոնք երկու կարևոր նյութերն են, որ պաշտպանում են աչքի ցանցաթաղանթը։ Արմավ ուտելով կարելի է կանխել նաև տարիքային տեսողության կորուստը։ Արմավը պարունակում է նաև սերոտոնին և տրիպտոֆան, որոնք արտադրում են քնի հորմոն մելատոնինը, ուրեմն քնելուց 2 ժամ առաջ արմավ ուտելը նպաստում է առողջ քնին։ Սակայն ինչպես ցանկացած հարուստ սննդամթերքի դեպքում, կարևոր է արմավը օգտագործել չափավոր քանակությամբ։ Այն առողջարար հաճելի միրգ է, որը պետք է խելամտորեն վայելել և ավելացնել հավասարակշռված սննդակարգի մեջ։ Այն կարելի է ներառել սննդակարգում, օգտագործելով սմութիների մեջ, ավելացնելով վարսագի փաթիթներին, պատրաստել էներգետիկ գնդիկներ խառնելով ընկույզի կամ նուշի հետ։ Խորհուրդ եմ տալիս ուտել հատկապես նախաճաշին 1 բաժակ սուրճի հետ։ Կստանաք հավասարակշռված, քաղցր, հաճելի սնուցում առանց ռաֆինացված շաքարի։ Այսքանը սիրելիներս, հիշեցնեմ, որ եթե դուք դեռ չեք բաժանորդագրվել իմ էջին, ցանկալի է բաժանորդագրվեք, որպեսզի հետևեք հետագա հաղորդումներին։ Օգտվեք բնության տված բարիքներից և առողջ եղեք, սիրելիներս։